Պատվարժան դատարան, թեև ես լսեցի, որ մեղադրյալներից պարոն Գալստյանը ներկա չի, բայց ես այնպիսի միջնորդություն ունեմ անհետաձգելի բնույթի, որը եթե բոլոր դեպքերում դատարանը թույլ տա դատավարության մասնակիցներն չառարկեն, քանի որ վերաբերում է կոնկրետ իմ պաշտպանյալի խափանման միջոցի հարցին, որոշակի իմաստով կարող ենք ելնելով հարցի անհետաձգելի բնույթից, առանձնահատկությունից, նաև բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, եւ թեև դատական նիստի դասական իմաստով կարգը ամբողջությամբ պահպանված չլինի, եթե հարցը վերաբերում է կոնկրետ անձի, ապա բոլոր դեպքերում դատարանը նշվածը քննության առարկա դարձնի։ Պարզապես պատվարժան դատարան անհետաձգելի բնույթի այս միջնորդությունը չեմ կարող դռնփակ դատական նիստով ներկայացնեմ, այն պետք է ներկայացնեմ դռնփակ դատական նիստի շրջանակներում, որի վերաբերյալ եւս նման միջնորդություն ունեմ, իհարկե հիմքերն է կբացահայտեմ դռնփակության կարգով։ Ուղղակի իմ խնդրանքը նա է, որ դատարանը, եթե դատավարության մասնակիցներն դրա վերաբերյալ առարկություն չունենան, թույլ տան, որ նշված միջնորդությունը ներկայացնեմ, չեմ թաքցնի, ես այսօր փորձում էի կապ հաստատել կազմի հետ, պարոն Մելիքյանի մոտ եթե հաջողվել է, ինձ մոտ անկեղծորեն չի հաջողվել։ Ես իհարկե կարելի ասել կենտրոն նստավայրի համապատասխան հեռախոսահամարին էի զանգահարում, փորձում էի կապ հաստատել, չեմ կարողացել։ Նախապես տեղեկացնելու համար դատարանին անհետաձգելի հրատապ բնույթի վերաբերյալ, այսինքն որ նույն դատարանին էլ որևէ կերպ դա անակնկալ չլիներ։ Սա է իրավիճակը պատվարժան դատարան։ Քրեական դատավարության օրենսգիրքում ուղղակիորեն ամրագրված է, որ մեղադրիչ ներկայանալու դեպքում դատականիստը հետաձգվում է, թե այլ բան նախատեսված չէ։ Այս պարագայում այլ բան նախատեսված չէ, դատականիստը ընդհանրապես հետաձգվում է, մեղադրանքի կողմի դիրքորոշումն այդ է։ Ես անկեղծորեն եմ ասում, ես հույս ունեմ, որ թեև կարող է դա շատ միամիտ թվա, բայց դատախազությունը այս դիրքորոշումը կփոխի, քանի որ ես երևի թե պատահական չեմ նշում, եթե ասում եմ անհետաձգելի բնույթի միջնորդություն ունեմ, այնպիսի հանգամանքով պայմանավորված, որը ոչ դատարանին, ոչ հանրային մեղադրողներին, ոչ էլ նույնիսկ իմ գործընկերներին, դատավարության մասնակիցներին հայտնի չի եղել։ Իսկ պաշտպանյալից էլ հայտնի է եղել ամբողջ մանրամասներով հենց նիստի ընթացքում։ Եթե ես նման եզրույթ եմ օգտագործում, առնվազն երևի թե ուրեմն մեղմ ասած կարևոր մի հանգամանք ունեմ ներկայացնում։ Այո, այդ աստիճանի է հարցը։ Եթե նման հանգամանք եմ ընդգծում, ես իսկապես նույնիսկ կրկին կասեմ, թող միամիտ թվա ասածս, ես հակված եմ, որ այս միջնորդությանը, որի հանգամանքները ուղղակի չեմ կարողանում բացահայտել, որտեղ կրկին դա դռնփակության կարգով կբացահայտեմ, ես այդ միամտությունը թող ունենամ, կարծելով, որ հանրային մեղադրողները պետք է միանան այս միջնորդությանը եւ չառարկեն։ Սկան բան։ Թույլ կտակ պատվարժան դատարան։ Քանի որ պաշտպանը հասկանալիորեն չի կարողանում այս բանին հայտնել, թե ինչի վերաբերյալ իր միջնորդությունը, իսկ դռնփակ նիստի անցնելու միջնորդությունը եւս քննվում է դռնփակ, հնարավոր է մեղադրանքի կողմը դիրքորոշում փոխի, դռնփակ նիստի անցնելու դռնփակ միջնորդությունը քննարկելու ընթացքում։ Հարկություն չկա արտահայտվողներից ես արման, բարի, արգելի պաշտպան կներկայացնեք մի փոքր հետո բնականաբար միջնորդությունը, պարոն Մելիքյանը ուր գնաց, ուրեմն այս բայից սկսած դռնփակ է նիստը կատարվելու և քաղաքացիները և լրատվական միջոցները խնդրում դահլիճից դուրս գան բոլորը և կարգադիշները դռնփակությունը ապահովեն, որպեսզի դահլիճում են ինչ-որ խոսում դռնփակությունը ապահովեք, 5 րոպե չափով ընդմիջում ուղղակի դահլիճում